Սովի ժամանակից, հեղինակ Հովհաննես Թումանյան։ Երբ որ լոռու ձորերից հայ գյուղացին Ալեքսանդրապոլ յուր կնոջ քաղած հոնով աղ առնելու գնա, հացը պակասած ժամանակ յուր շինած թին կամենա տանել շորագյալ հացի հետ փոխելու կամ պարտ քարած փողով ցորեն գարի գնելու, պետք է յուր բեռնակիր ձիու հետ անցնի Զամանլվի հովիտը։ Զամանլվի ահագին հովիտը կազմում են հանդիպակաց լեռները, որոնց անտառապատ զայռիվայրերը երկու կողմից իջնելով ձորի խորության մեջ հանդիպում են սրընթաց կոհակներին թամբակած ջրի, որ համանուն սարերից գալով հովտի երկարությամբ վազում է դեպի լոռու ձորերը։ Այս նեղ հովտում գետեզերքին տեղ-տեղ բացվում են սիզավետ, կանաչ հարթ տարածություններ անտառի մեջ, դրանցից ամենամեծը կոչվում է Արաղի ճալա։ Սով էր տարին, Արաղի ճալեն շրջապատող անտառի բերանից ներքևից դուրս եկավ մի փալանած ձի։ Մարդ մինչև կարողանար մտածել, թե այս մենակ ձին կորած կամ փախած պետք է լինի, դուրս եկավ և տերը՝ գյուղացի Անդրին։ Մի 20 քայլ հեռավորությամբ նա հետևում էր իր ձիուն, որը տանում էր մեծ փալանի մեջ ձգած յուր տիրոջ հին չուխայի մնացորդները և մի դատարկ խուրջին։ Անդրին ինքն էլ յուր ձիու նման բավական մաշված մի արարած էր, բայց նույնպես ջղոտ և դիմացկուն։ Աշխատասեր և տոկուն ռանչպար մարդ էր նա, և թեև միշտ աղքատ, զվարթ բնավորության տեր ու սրախոս, այս տարի խեղճ մարդու հացը պակսեց դեռ ձմեռվա կեսին։ Անդրին յուր հարևաններից փող առնելով, հարուստներին մուրհակ տալով յոլա գնաց, մինչև գարունը հասավ, կամ ավելի ճիշտ մինչև այն օրը, երբ էլ ոչ ոքից հույս չուներ փող առնելու։ Շատերը չունեին, ոմանք վախենում էին իրանցն էլ հատնի, ոմանք էլ նրա թախանձանքին պատասխանում էին՝ ինչ որ տվել ենք, դեռ գնա էն բեր։ Մի խոսքով, սովի ահարկու պոզերն արդեն երևում էին դատարկված հորերից։ Եվ ահա գարունը նոր բացված, Անդրին յուր ղռաթի հետ (այսպես էր անվանում ձիուն) ճանապարհ ընկավ դեպի Շորագյալ կամ ինչպես իրանք են ասում՝ դեպի վերև։ Շատակեր Շարայի Շատաբեր գավառը մոտիկ լեռնաբնակ հայերի միակ ապավենն է հացապակաս ժամանակներում։ Լոռին, իբրև լեռնային երկիր, հաճախակի երկարատև անձրևներով հացը կտրում է, և գյուղացիք, Անդրու նման, ձին փալանում են գնում Շորագյալ։ Անդրին մտազբաղ հետևում էր իր ձիուն, և ինքն իրան մտմտում. «Կերթամ Շորագյալ, թուշ իմ ծանոթ Ղադաքոնց Մկոյի տունը, ինձ որ տեսնի շատ կուրախանա, բարով քավոր Անդրի, ու՞ր ես, ծո մարդ, իմալ ես ծո, մանչերդ իմալ են, խուրջինիցս էլ էն մի քանի դաստա ղարա թութունը որ հանեմ, ավելի կուրախանա։ Իրիկնահացը եթե օդի տախտի վրա թիկնը կտանք ու չիբուխ քաշելով զրից կանենք, կասեմ, որ մեր կողմերը հացի պակասություն ենք քաշում, ամանա ինքը կիմանա, թե ընչի եմ գնացել, առաջին անգամը խոչի, ով գիտի, ինձ չթողնի էլ թե բերանս բաց անեմ, ինչքան որ կարաս ձիուդ բարձիր Անդրի ախպեր, տար կեր, քեփ արա»։ Վայ ես քեզ մատաղ Մկո ջան, հանկարծ զգացված Մկոյի ասելիք խոսքերից լսելի ձայնով բացականչեց գյուղացին և քայլերը արագացրեց։ Ձայն տվեց ձիուն, նրան էլ շտապեցրեց։ «Բաս էս ոնց դուրս գամ քու պարտքի տակիցը, Մկո ախպեր ջան», շարունակեց նա, «էլ ինչ ասեմ, ասելն ավելորդ ա, հալբաթ ա շունքը գա, ես գիտեմ, ես քու լավությանը մի ետ կվճարեմ, որ ես մաչկալ Անդրին եմ, ես ինձ վրա չեմ թողուլ ուրիշի լավությունը, հալա մի էս նեղ տարուցը պրծնեմ, քյուլփաթս սովամահից ազատեմ, ես գիտեմ էլի»։ «Բարի օր ախպերացու», հանկարծ մի ձայն եկավ ներքևից։ Յուր ցնորմունքից սթափվեց Անդրին,
և տեղնուտեղը իսկույն կանգնելով ներքև նայեց։ Ճամփու տակի աղբյուրի մոտ տեսավ մի սպիտակ չուխավոր մարդ։ Անդրին իսկույն ճանաչեց, որ նա Կռո է, շորագյալցի։ Միայն նրանք են սպիտակ չուխա հագնում, իսկ իրանց երկրում այդ ամոթ է։ Շորագյալցուց փոքր-ինչ հեռու նրա կինը թոկի ծայրը բռնած արածացնում էր իրանց ձին, իսկ նրանց մանկահասակ աղջիկը գետեզերքին լվանում էր երեսը փոքրիկ եղբոր, որի ուրախ ճվճվոցը խլանում էր լեռնային գետի գոռոցի մեջ։ Շորագյալցին զարմացել էր Անդրուց, որ պելացել էր իրանց վրա, և տեսնելով յուր պատասխանն ուշանում է, կրկին ձայն տվեց. «Առաջ բարի աղբերացու, որ տեղացի ես»։ «Թփրշու հեշ»։ Մարդուն պատասխանելու փոխարեն Անդրին կանչեց յուր ձիուն, որ հեռացել էր բավական։ Հոգնած անասունը իսկույն կանգնեց ու սկսեց արածել ճամփի կողքի կանաչը։ Երբ որ տեսավ ձին կանգնեց, Անդրին ճանապարհից դուրս եկավ, կանգնեց ներքևի եզերքին ու սկսեց բարձր գոռգոռալ, կարծես ուզում էր վախեցնել անծանոթին։ «Աստծու բարին բարեկամ, որ տեղացի ես բարեկամ»։ «Որթնավեցի եմ»։ «Դու որ տեղացի ես, ուր ես գնում, խելը լինի»։ Յուր ձայնն էլ բարձրացրեց վերևից։ «Ես Դսեղցի եմ, էդ ուր ես տանում էդ օղլուշաղը»։ «Ահ, չկա, խուճամփեքին»։ «Չէ, արխեին գնա, ուր ես գնալու»։ «Քարնջեցի մատնան ձգիքորը ո՞նց ա»։ Փոխանակ պատասխանելու հարցրեց շիրակեցին։ «Լավ են, փառք Աստծու, նրանց տուն ենք գնում»։ «Դու նրանց փեսե՞ն ես»։ «Հրամանք ես»։ «Այ տղա, էդ մեր Նազլո՞ւն ա»։ «Հրամանք ես»։ Խոսակցությունն այստեղ ընդհատեց Անդրին և լուռ հեռացավ։ Գնաց յուր ձին բերեց արձակեց գետափի խոտերում, մոտեցավ ճամփորդներին։ Առանց ձեռք տալու իրար բարևեցին և երեսները դեպի գետակի կողմը նստոտեցին մեր գյուղացիները։ «Բա դու ով ես, ամոթ չլի հարցնելը»։ Դիմեց շիրակեցին։ «Որ ասեմ կճանաչե՞ս»։ «Բալքի ճանաչում եմ, ով գիտի»։ «Ինձ մաճկալ Անդրիկ ասեն, ճանաչում ես»։ «Չէ, ախպեր»։ «Սուտն ինչ ասեմ»։ «Հա, տեսնում ես, չես ճանաչում»։ Հաղթական կերպով նկատեց Անդրին և ինքը հարցրեց. «Բա ես որթնավեցի մի բարեկամ ունիմ, կճանաչե՞ս»։ «Ով ա, հալբաթ որ կճանաչեմ»։ «Ղադաքոն Սմկոյին կճանաչե՞ս»։ «Լավ, ո՞նց ա»։ Հանկարծ մթնեց շիրակեցու դեմքը, կարծես թե նեղացավ։ «Ռանչպարը, որ ուտելու հաց չունենա, ո՞նց կլի»։ Ծանր հառաչանքով խոսեց նա և հոնքերը կիտեց, անթարթ նայելով հեռու գետի։ «Ոնց թե, հաց չկա, շորագյալ»։ Սարսափելով բացականչեց լոռեցին և սառած աչքերը սևեռեց Գոքորի դեմքին։ Նրա աչքերում այդ րոպեին տխուր փայլատակում էր նրա հոգին։ «Ով կտա»։ Սրտաբեկ ավելացրեց վերևից և կարճ լռությունից հետո ավելացրեց առանց Անդրուն նայելու. «Հրես, կնիկս, երեխեքս հավաքել եմ, գամ անորս մոտ էս մի 2 ամիսն անցկացնեմ, մինչև տեսնենք Աստծո ինչ դուռ բաց կանի»։ Անդրին չլսեց։ Նա դեռ ապշած նայում էր Գոքորի դեմքին։ «Վեր կենամ, սրան սպանեմ, կտոր անեմ», անցնում էր նրա մտքովը։ «Ո՞նց անեմ, որ սիրտս հովանա, էս ինչ ասաց»։ «Էդ ինչ ասացիր, վայ քու մեջքը կոտրի»։ Հանկարծ արթնցածի նման գոչեց Անդրին. «Ախր էդ ո՞նց է լավ»։ «Էլավ էլի»։ «Չորայինից հացը նվազ եկավ, էլաց չելածն էլ ինչ մուշտարի եկավ ծախեցինք, ձմեռն էլ մեր քոռ բախտիցը երկարեց, մնացինք ձեռներուս ծոցներիս նստած, սատանի ծնունդները հոտիցն իմանում են, որ սով պետք ա ըլնի, գալիս են, լավ գին տալիս, տաշտի հացն էլ տանում, մենք էլ փողին թամահ ենք անում։ Այ շատ լավ է լավ, մեր հաղթն ա, թող հըմի սոված կոտորվենք»։
և երկուսն էլ լռեցին։ Այդ մի դառն ու ծանր լռություն էր, և հուսահատությունը կամաց մոտենում էր նրանց սրտերին։ Հեշտ հուսահատվող մարդ չէ գյուղացին։ Նա լուռ ու մունջ գերի է կյանքի պատահմունքների և մշտապարարտ զոհ բնության պատահարների։ Մի աղթ հանկարծ կոտորում է նրա անասունը, կարկուտն է տանում արտը, մի արտասովոր շփոթ խլում է նրա աշխատանքի ժամանակն ու արդյունքը։ Նա իրան սիրտ տալով կրկին նորոգում է յուրարորն ու գութանը և կրկին մտածում է ապրելու մասին, ապրում է բոլոր տարին ցամաք հաց ուտելով, և այդ ցամաք հացն էլ հանկարծ կտրվում է։ «Բա հըմի դու ու՞ր ես գնում», փորն ընկած ձայնով հարցրեց Անդրին։ «Ասեցի անօրանցս տունն էլի», նույնպիսի ձայնով պատասխանեց Գոգորը։ «Ու՞ր ես գնում, աներդ խանը ձեռին դռնեդուռ ընկած, ալիր չի գտնում, մեր կողմերը սով ա, սով»։ «Կամաց կիմանա», դեպի կինն ակնարկելով ահով շշնջաց Շիրակեցին և էլ ոչինչ չխոսաց։ «Որ կողմը գնամ», մտածում էր նա, «ուր տանեմ կինս, երեխաներս»։ «Վերադառնա՞մ», մտածում էր լոռեցին, «բայց ինչ ասեմ կնոջս, բայց երեխաներս քաղցած առաջս կվազեն»։ «Քա մթնում ա», մի քանի անգամ արդեն Նազլուն ետևից մարդուն կանչել էր կիսաձայն։ Նա հիշեցնում էր, որ ժամանակն է ճանապարհ ընկնելու, բայց մարդը ամաչում էր ետ մտիկ տալ, կնոջ երեսին նայել, ինչ պատասխան տամ սրան, որ կողմը գնամ, մտածում էր նա։ Եվ երկու գյուղացիները Զամանլվի հովիտում նստած մտածում էին։ «Գիտես ինչ կա, Գոգոր», հանկարծ գլուխը վեր քաշելով խոսաց լոռեցին։ «Ինչ կա»։ «Մեր գեղումը մի հարուստ մարդ կա, Եգոր աղա են ասում, մի կատաղած շան տղա, էս րոպեին էլ ամբարներն ու հորերը լիքը հաց ունի, ով որ նաղդ փող ա տալիս, թաղարը 30 մանեթով հաց ա տալիս, ով որ չէ, թամասուկ ա տալիս, թաղարին 40 մանեթ, մանեթին էլ ամիսը 10 շահի կամ 3 աբասի շահ»։ «Պահ, անիսափ մարդ», բացականչեց կռոն, «նրանից ով կվերցնի»։ «Տո ես վերցնում էի, չտվեց», շարունակեց Անդրին։ «Հըմի գիտես ինչ կա»։ «Ինչ կա»։ «Դու ղոչաղ մարդ ես, թե չէ»։ «Ինչ ասեմ ախպեր», և շվարած Շիրակեցին չգիտեր ինչ պատասխան տա։ «Գիտես ինչ կա»։ Խոսքը փոխեց Անդրին, տեսնելով, որ դժվարության մեջ է դրել խոսակցին։ «Ինչ կա»։ «Աստծո ձվեր կունի, որ մի մարդի ամբարը լիքը հացը լի, ու նրա հարևանը սովից մեռնի»։ «Իսկի մարդն էլ չի էդ բանին հավանիլ», համաձայնեց Գոգորը, «էդ անօրենություն ա»։ «Չէ, արի կարճ քեզ մի ուրիշ բան ասեմ»։ «Մի բան ես ուզում ասես, սիրտ չես անում, խնամի Անդրի», նկատեց Շիրակեցին։ «Ինձանից արխեինկաց, ինձ ճանաչում ես դու, որ քեզ մի քանի թաղար ցորեն տամ, կարո՞ղ ես ինձ հասցնել շորագյալ», վերջապես հայտնեց Անդրին։ Այս խոսքերի հետ Գոգորի սովից նվաղած աչքերը փայլատակեցին։ «Քանի թաղար», գոչեց նա ուրախացած, «10, 20, ե՞րբ կտաս, Եգոր աղի՞։ «Սուս, գոռգոռալ մի», զգուշացրեց Անդրին, «ամա գիտես, ուրիշ մարդ չպետք է իմանա, գիշերով պետք է անցկացնենք, այս մոտիկ սարերով»։ Նա ձեռքը մեկնեց դիմացի սարերին։ Այդ րոպեին մի գոռոց բարձրացավ. «Այ տղերք, ո՞վ եք, հեյ»։ Մեր անծանոթները ցնցվեցին և ետ նայելով տեսան վերևից մի ուրիշ գյուղացի է գալիս։ Նա գոռգոռալով ու շունչ էր տալիս, թռչկոտում, վազում էր դեպի ցած։ Այս տարօրինակ ուրախ տրամադրությունը զարմացրեց գյուղացիներին։ Ո՞վ պետք է լինի այսպես ուրախ այս աղետի ժամանակ, երբ ժպիտը մեղք է համարվում, եթե միայն խելագար չի, մտածում էին նրանք։ Կարծես նրանց կասկածն հաստատելու համար մոտեցողը բարձրացրեց յուր գլխարկը և հարբած քեֆ անողի նման սկսեց աղաղակել. «Հեյ, հեյ»։ Գոգորն ու Անդրին, մերթ իրար երեսի նայելով, մերթ եկվորին, մնացել էին ապշած, թե այդ ինչ կնշանակեր։
Ինչ կտակ, որ ասեմ, մոտենալով աղաղակում էր նա, ինչ եք տալիս, շան տղերք, որ ասեմ։ Ադա դու սովից խելքդ թրցրել ես, համբո, էդ ինչ ես անում, ձայնը բարձրացրեց Անդրին մոտեցողին ճանաչելով։ Դու ես խելքդ կորցրել, ախմախ, գոռաց Համբոն ու մի ահագին քար շպրտեց նրանց վրա։ Գոքորն ու Անդրին մի կողմ փախան և քարը թրմփալով մինչև գետը մեկ գնաց։ Կռոյի փոքրիկ մանչը վախից սկսեց ճչալ, լաց լինել, յուր քարից շատ չուշացավ Համբոն, կանգնեց երկու գյուղացիների առջև և դարձավ շիրակեցուն. Էս ձորում ինչ ես շինում, տո սոված կռո, հարամզադա, այ ես ձեզ էլ ղուրբան, ձեր հարսներին էլ, անունդ ինչ ա, քանի տարեկան ես։ Շորագյալցին գույնը թրցրած Համբոյի կամ ոտներին էր նայում, կամ երեսին, և ոչինչ չէր հասկանում նրանից։ Սովն էլ չի էս շաշ ու գժերի հախիցը գալիս, գլուխը պտտելով փնթփնթաց Անդրին և չիբուխը սկսեց լցնել։ Ինչ սով, տո, ինչ ես դուրս տալիս գլխիցդ, հրես, ֆուրգոններով էնքան ցորեն ա գալիս Ջալալօղլի, որ էս ձորերն ածես կլցնի, գնա ձին բարձիր տար, էնքան կեր, կիսիցդ տրաքվես, ինչ ես կռտոփում բայղուշի նման, հլա փողն էլ պտեն տալ, էն էլ չամչի տուր ջեբդ ածա։ Ինչ ես ասում ադա, դրուստ բան ասա, բան իմանանք, սրտատրոփ անհամբերությամբ հարցնում էին Գոքորն ու Անդրին, ինչ ցորեն, ինչ փող, ինչ ես ասում։ Դեհ իմացեք էլի, թե մարդ եք իմացեք որտեղից կլի։ Հա, իմացա, հանկարծ հիշեց Անդրին, էդ էն կլի, էն ինչ են տարին մեր գեղական ամբարների ցորենը ծախել տվին, փողը տարան, ասեցին, որ սով ընկնի, ետ կտանք, ախար ես գիտեի, որ էդ կլի, տո չէ։ Ձեռքն Անդրու աչքը կոխեց Համբոն, Թիֆլիս, Բաքի, Բաթում, Էրևան, Պետրապոլ, Ստամբոլ, ես ինչ գիտեմ, մի խոսքով, որտեղ անունը հայ կա էլի, իմացել են, որ մեր կողմերը սով ա, հաց են հավաքել, փող են հավաքել, գիտեմ ոչ քանի հազար թուման ասեցին, համբրանքն էլ մտիցս ընկավ, ղարկում են, որ սով ընկած տեղերը Ռանջպարին բաժին անեն։ Փառք քեզ Աստծո, գյուղացու համար միտք անող, գեղացու դարդը քաշողն էլ կա, զարմացած իրան խոսում էր կռոն, մինչդեռ Անդրին հարցուփորձ էր անում Համբոյին. Ադա թե էն դու կազեթինն ես ասում, էն ինչ մի երկու շաբաթ առաջ տիրացու Պետրոսը Ջալալօղլի կարդաց, էդ պարապ բան ա, կազեթում սուտ ու մութ բաներ են շատ գրում։ Այ տղա, չէ, մեր Վարդանը Թիֆլիսից նոր ա եկել, մարդն իրա աչքովը տեսած բան ա ասում, հմի ճամփին, ֆուրգոններով ցորեն ա գալիս էլի, էսօր էգուց կհասնի Ջալալօղլի։ Այ շենք են ան նրանք, հա, սկսեցին օրհնել Գոքորն ու Անդրին։ Էդ հլա Թիֆլիսինն ա, ոգևորված շարունակեց Համբոն, դրա էդնուց Բաքվինն ա գալիս, նրանից ետը Բաթում, Էրևան, Էջմիածին, Շուշի, Շամախի, Նուխի, Մոսկով։ Սով ու ցավ մոռացած գյուղացիները սրտախոհ լսում էին Համբոյին և ամեն մի քաղաքի անունի հետ կարծես բարձրանում էին գետնից։ Հաստատ ըլեն, հաստատ, հարբածի նման սկսեցին աղաղակել միասին, հենց որ լռեց Համբոն, և հոգեզմայլ երկար աղոթում էին իրենց հարուստ եղբայրների հաջողության համար, օրհնում էին գիտեցած բոլոր օրհնանքներով։ Իսկ երբ որ ճանապարհ էին ընկնում, Անդրին մոտեցավ Գոքորին և կամաց փսփսաց. Էն բանը, որ ասեցի, իմ ու քու մեջ մնա, քարը վեր կալ, քարի տակին դիր, օգմին չիմանա, էլ մեր պետքը չի Եգոր աղի հարամ ցորենը, նալլաթ չար սատանին։ Ահա և այս ստեղծագործությունն ավարտվեց։ Եթե հավանեցիք այն, բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի նոր ստեղծագործություններ լսելու հնարավորություն ունենաք։